Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյա իմերելոց, խոսենք առաքինությունների մասին։ Եվ այս բանի համար իսկ ամեն ջան գործադրելով, ձեր հավատով առաքինություն ձեր բերեք, առաքինությամբ գիտություն, գիտությամբ ժուժկալություն, ժուժկալությամբ համբերություն, համբերատարությամբ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ սեր։ Ինչ այս ամենը նշանակում, սիրելիներ, որ բոլոր առաքինությունների մատակարարը հավատքն է։ Առանց հավատքի գիտության մենք չենք կարող առաքինություններ ձեռք բերել։ Եվ հերթով երբ որ թվարկում է առաքյալը, ամեն առաքինություն մի նոր առաքինություն է բերում մեզ։ Ամեն մի ճշմարիտ առաքինության մեջ ապրելով մենք նորն ենք պարգև ստանում։ Եվ տեսեք վերջում էլ դնում է սերը։ Առաքինությունները մեկը մյուսին հաղորդորդելով մեզ բերում հասցնում են ճշմարիտ եղբայրասիրությանը եւ աստվածպաշտության միջոցով կատարյալ սիրուն։ Ինչու է վերջում դրված ժուժկալությունը, սիրելիներ, որովհետև ժուժկալությամբ մարդը սովորում է ինքն իրեն զսպել, որպեսզի մեղքը երբեք իրեն չհաղթի։ Ժուժկալությամբ մարդը սովորում է համբերատարությամբ անցնել այն ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն։ Եվ վերջապես ժուժկալությամբ է մարդը սովորում, թե ինչպես պետք է մեղքի դեմ պայքարել եւ Աստծուն սիրել։ Եվ երբ որ գալիս ենք հասնում ժուժկալության, ժուժկալությունը վերջապես մեզ բերում է եղբայրասիրության եւ սիրուն։ Որովհետև երբ որ դու մեղքին հաղթում ես, դու նաև սկսում ես քո դիմացի մարդուն սիրել եւ դրանով կատարում ես Տիրոջ պատվիրանը, որ ընկերոջդ պետք է սիրել քո անձի պես։ Իսկ երբ որ ընկերոջդ կարողանաս սիրել քո անձի պես, դու ուրեմն կարող ես հասկանալ նաև կատարյալ սերը, թե ինչպես Հիսուս մեզ սիրեց։ Մենք բոլոր մարդկանց մեջ շատ հաճախ թերություններն ենք փնտրում, ոչ թե նրա առաքինություններն ու նրա արդարությունը։ Մենք շատ հաճախ մարդկանց մեղքերն ենք քննադատում, բայց մոռանում ենք, որ այս մարդիկ դրա հետ մեկտեղ նաև շատ լավ բարի գործեր են կատարում։ Ուրեմն եղբայրասիրությունը այնպես անում, որ ծածկում է մարդու մեղքերը եւ մարդու առաքինությունն է տեսնել տալիս։ Դրա համար մենք պետք է ունենանք հավատքի գիտություն։ Եվ եթե չունենաս այս հավատքը, քո բոլոր առաքինությունների մատակարարումը կփակվի եւ դու կդառնաս մեղքի ծառան։ Ուրեմն որպեսզի մենք չհայտնվենք այն վիճակի մեջ, շատ կարևոր է իբրև քրիստոնյա ապրել այս առաքինություններով։ Եթե առաքինություններն ունեցար, ուրեմն քո զանգը երկնքում պիտի հիշեցնի Տիրոջը, որ դու ճշմարիտ քրիստոնյա ես, այն հավատքի կրողն ես, որ կենդանի է, մեռած չէ, արթակնապես չէ, շրթունքներով չէ, այլ բխում է մաքուր սրտից ու բարի խղճմտանքից։ Եվ եթե այսպիսի սեր էլ ունենաս, դու կկարողանաս յուրաքանչյուր մարդու սիրել, որտեղ այդ սիրով դու նախ սիրեցիր Տիրոջը, իսկ Տիրոջով սիրեցիր ու գնահատեցիր քո նմանին։